Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թադեոս Ավետիսյան։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Դուք առաջարկում եք որոշակի փոփոխություններ, որոնք բնականաբար նպատակը օտարերկրացու աշխատանքի թույլտվության համակարգի լավարկումն է։ Նայեք, կարևորագույն հարցը այս գործիքի իրականում ներքին աշխատաշուկան պաշտպանելն է։ Նախ եւ առաջ դրա համար է այս գործիքը եւ պաշտպանելու իմաստով դուք նաեւ ձեր զեկույցում նշեցիք, որ տեղի աշխատաշուկայի վերլուծության արդյունքում գործազուրկի առաջարկելու այդ գործիքը հանում եք, որտեղ չի աշխատում։ Տեսեք, սա լավ հիմնավորում չի։ Հիմա ես ուզում եմ դուք պատասխանեք, դրա անհրաժեշտությունը կա թե չկա, որովհետև եթե 3 տարում այդ գործիքը չի աշխատել, դա դեռ չի նշանակում, որ դրա անհրաժեշտությունը չկա եւ դա խնդիր չի լուծում։ Գուցե այդ գործիքը պետք է լավարկվի, գուցե պետք է ավելի ինստիտուցիոնալ դարձվի, ավելի մարդիկ դրան վերաբերեն, պատասխանատուները պետք է վերաբերեն ավելի լուրջ, ոչ թե մատների արանքով։ Հակառակ դեպքում ինչ էլ անեք, օտարերկրացու աշխատանքի թույլտվությունը ոնց որ հիմա, այս փոփոխությունից հետո էլ դառնալու է ձևական, կրելու է ձևական բնույթ, անիմաստ վարչարարություն, որը եւ գործատուների համար իմաստ չի ունենում եւ աշխատաշուկայի պաշտպանության տեսանկյունից խնդիր չի լուծում։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, թույլ տվեք չհամաձայնել այն կանխադրույթի հետ, որ վարչարարության ձևական բնույթը դուրս բերելը կրկին ստեղծելու է ձևական վարչարություն, ըստ էության հենց սա է ձևական վարչարությունը, երբ որ 3 տարվա պրակտիկայի ընթացքում մենք 18000 кейսերի պարագայում ընդամենը 10 գործ ենք ունեցել, որը ըստ էության չի ավարտվել ներքին աշխատաշուկայի պաշտպանությամբ։ Եթե մենք նպատակ էինք դրել այս գործիքի միջոցով ապահովել ներքին աշխատաշուկայի պաշտպանություն, ըստ էության տեսնում ենք, որ այս գործիքակազմը չի աշխատում։ Հիմա ասում եք, արդյոք գործիքակազմի կիրառման ձևի մեջ է խնդիրը, թե հենց գործիքակազմի մեջ է, մենք տեսնում ենք հենց գործիքակազմի մեջ է, որովհետև տարիներ շարունակ ավելանում է օտարերկրյա աշխատուժի քանակը, ըստ այդմ դա նշանակում է, որ ներքին շուկայում պահանջարկը կա, եւ սա փոխկապակցված է կացության կարգավիճակի վարչարարության հետ, ըստ այդմ մենք փորձել ենք այս վարչարարության մեջից այս կտորը հանել, բայց քվոտավորման համակարգը այս խնդրի հարցը ըստ էության լուծում է, որովհետև համապատասխան տեսակի համար, եթե կառավարությունը գտնի, որ անհրաժեշտություն չկա հավելյալ աշխատուժ ներգրավել, օտարերկրյա աշխատուժ ներգրավել, քվոտան ինչ է ըստ էության, ինքը քանակական սահմանաչափի սահմանում է, կառավարությունը յուրաքանչյուր տարի կարող է քանակական սահմանափակումներ մտցնի եւ ասի, որ չի ցանկանում, օրինակ, աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակների այս սահմանաչափից ավել քանակով տրամադրումը օտարերկրացիներին։ Կարծում եմ քվոտավորման համակարգի ներդրումը ըստ էության այս հարցի լուծումն է, բայց աշխատաշուկան դինամիկ փոփոխվում է եւ այս գործիքները մենք կարող է ինչ-որ պահի անհրաժեշտություն լինի կիրառել քանակական, ինչ-որ պահի որակականը։ Ըստ էության չեմ կարծում, որ մենք պետք է այսպես շատ դոկտրինալ մոտենանք այս հարցին, առավել պետք է ճկունություն ցուցաբերենք։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ելույթով կանրադառնամ ավելի մանրամասն այդ գործիքին, բայց անցնենք նաև քվոտավորմանը։ Դուք ասում եք քվոտավորում, նայեք, ի սկզբանե բերել եք էլի ոչ ամբողջական լուծում, պարոն Ղազարյան, որովհետև քվոտավորումը այտենց ըստ տեսակների, ասենք օրինակ, օտարերկրացու աշխատանքի թույլտվության հիմքով կացության կարգավիճակի համար պայմանական դնում ենք տարեկան X մարդու համար։ Սա չի լուծելու այդ խնդիրը, որովհետև քվոտավորումը պետք է լինի ըստ ոլորտների, ըստ մասնագիտությունների, ուզում եք իմանալ նաև ըստ երկրների, որ սա ոչ թե ես ասում եմ այսպես տրամաբանությունից ելնելով, կա միջազգային պրակտիկա եւ միջազգային պրակտիկայում լավագույն փորձը ցույց է տալիս, եթե այստեղ որոշակիություն չկա, տարանջատում չկա, թիրախավորում չկա, այս գործիքը ընդամենը նորից մնում է զուտ որպես վարչարարություն, իր բոլոր այսպես այն բացասական հետևանքներով առաջացնելով նոր խնդիրներ եւ չլուծելով խնդիր։ Կրկին չեմ կարող համաձայնել պարոն Թադևոսյան, պարոն Ավետիսյան, ձեր ներկայացրած մտքի հետ, որովհետեւ որ ասում եք չի լուծելու խնդիրը, իսկ ո՞րն է խնդիրը։
Ինչպես ենք մենք ձևակերպել այդ խնդիրը։ Եթե խնդիրը ձևակերպել ենք որպես ներքին աշխատաշուկայի պաշտպանություն, այդ դեպքում ինչ ենք մենք անելու այն բազում աշխատատեղերի հետ, որոնք երբևէ չեն լրացվում։ Այսինքն մենք այստեղ ունենք կառուցվածքային գործազրկության խնդիր, երբ որ մենք ունենք բազում գործազուրկներ, ովքեր չեն գտնում աշխատանք, եւ բազում աշխատատեղեր, որոնք չեն համալրվում համապատասխան գործազուրկներով, ինչը նշանակում է, որ մենք պետքա թիրախավորենք որակավորումների բարձրացումը, ինչը եւս անում են մեր գործընկերները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Միաժամանակ մենք ունենք բավարար հիմքեր եւ երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, տեսնելով, որ աշխատաշուկայում արդեն համալրումները բավական են եւ ավելացման անհրաժեշտություն չկա, կարող է առաջարկությամբ հանդես գալ եւ կառավարությունը տվյալ տարվա համար սահմանի աշխատանքի հիմքով որոշակի քվոտա։ Բացարձակ դեմ չեմ ձեր այն գաղափարին, որ քվոտաների համակարգը կարող է ընդլայնվել եւ ներառել որոշակի տեսակավորումներ ըստ մասնագիտությունների եւ այլն, բայց սա հետագա քայլերի աներիք է, որը կարող ենք քննարկել համատեղ սիրով որևէ խնդիր չեմ տեսնում այս մասում։